մարդու զարգացման ճանապարհը ըստ Թեյար դե Շարդենի ինտերիերիզացիայի ճանապարհն է։ Ես մի կվարտետ գրեցի այն տարիներին, ինտերիեր կոչեցի, ով այդ կվարտետը լսի, ուրեմն պետք է այսպիսով կարծես թե մտնի այդ ինտերիերիզացիայի ամբողջությամբ բուլեզի գեղագիտությամբ էր եւ տեխնոլոգիայով նույնպես։ Եվ սա ես ուղարկել էի այս պարտիտուրան Մոսկվա ընկերներիս, որ եւ մոռացել էի։ Ընկերներս Դենիսովը ուղարկել էր այս պարտիտուրան Բուլեզին։ Բուլեզը շատ էր հավանել եւ իրենց համերգներից մեկին ինքը այն ժամանակ իր կամ դա Պոմպիդու կենտրոնի երաժշտական էքսպերիմենտալ հսկա կենտրոնի տնօրենն էր եւ այդ կենտրոնը հատուկ իր համար էր ստեղծված։ Պետք է ասեմ, որ այս գործը մոռացա ասել, այս գործը իր կամ սովորող յուրաքանչյուր ուսանող, որը դրանք նաև կուրսեր ունեն, վերլուծվում է այս պարտիտուրան ծայրին ծայր և ամբողջը մինչև վերջ ռացիոնալ կառույց է, գույները, լռությունները, ձայները, ռիթմերը, ամեն ինչ մինչև վերջ մաթեմատիկական կամ թվային հարաբերությունների ենթարկվում եւ ամեն սերունդ որ մտնում է իր կամ նախ եւ առաջ այս հնչողությունները վերլուծելով են սրանք բաներ են որ աշխարհում այլևս կան եւ ինտերիերը նվագել էին երբ որ ես հանդիպեցի Բուլեզին մի օր առիթ ունեցա Փարիզում ասեց որ նվագել են ինքը հիշեց իմ գործը Եվ հիացմունք հայտնեց, բացի այդ նաև ես զարմացած եմ, որտեղ այդ իր կամով այնքան երաժշտություն է անցնում շաբաթը մեկ։ Ասեցի, պարոն Բուլեզ, ինչպես եք հիշել այդ պարտարան, ասեց, որտեղ սիրեցիք։ Սա փոքրիկ դրվագ է այն տարիներից Բուլեզի հետ կապած, մեկ էլ ես վերջերս լսեցի, որ շատ եմ կարևորում եւ շատ եմ գնահատում այս կարծիքը, որ լսել եմ Ես խոսում էի Վարդան Մամիկոնյանի հետ դաշնակահար, որը Բուլեզին էր մոտեցել և առաջարկել էր իր գերակցությունը Բուլեզին իբրև դիրիժորին, որոշել է, որ կարող էր նվագել իր հետ։ Եվ ներկայացրել էր գործեր։ Բուլեզը ասել էր, որ Շոպենը, Շուբերտը, Շումանը և այս բոլորը միասին դրա համար նույն բանն են, դրանք տարբեր անունների տակ իր համար դրանք ոչ մի տարբերություն չկա դրանց մեջ իր համար։ Եվ այդ ժամանակ Բաբաջանյանի պոեմներ նվագել Վարդան Մամիկոնյանը։ Հիացել է Բուլեզը, ես ինքան ուրախ եմ, սերիալ երաժշտական սկզբունքով է արված Բաբաջանյանի այս գործը, դոդեկաֆոնիայի սկզբունքով, բայց այնպես որ նաև համատեղել է մեր մոդալ երաժշտական յուրահատկությունները։ Եվ մանավանդ դրա հսկայական կուլտուրան պիանիզմի դաշնակահարի, որ իրացրել է այդ գործը, որի տակ այդ դաշնակահարը կա այդ գործի տակ, այսա իսկապես Բուլեզին շատ էր գրավել։ Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս այս փոքրիկ դիալոգին, որ եղել է Վարդան Մամիկոնյանի, Բուլեզի եւ Վարդան Մամիկոնյանի միջև եւ այս գնահատականը որ տվել է։ Ինձ համար դա մեծագույն հարստություն էր մեր անցյալի վարպետներից մեկի հետ կապված եւ ես միշտ առիթ եմ ընտրում, որ այս մասին ասեմ, երբ որ Բուլեզի անունն է լինում, մանավանդ հայ երաժշտության հետ կապված։